Նրանք առաջինն են հասնում օգնության կանչին, բայց արի ու տես, որ հաճախ շտապօգնության աշխատակիցները ենթարկվում են բռնության այն պահին, երբ փորձում են փրկել ուրիշների կյանքը։ Լեզվակռվից մինչև ծեծկռտուկ, բռունցքների գործադրումից մինչև սուր կտրող գործիքներով հարձակում։ Մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների և շտապօգնության վարորդների նկատմամբ բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս օրինակ երևույթներն արժե համակարգային խեղաթյուրում է համարում, գնահատականներ տալ դժվարանում է։ Խնդիրը առաջին հերթին կանխարգելման մեխանիզմների մասին է, որտեղ դեպքը տեղի ունեցավ, արդեն բնականաբար արձագանքում են մարմինները, պատշաճ քննություն է իրականացվում, բայց մենք կանխարգելման մեխանիզմներում դեռևս թերանում ենք։ Եվ նմանատիպ կանչերը, որտեղ դյուիսն ինչ կասկած, որ կարող է լինել ոչ ադեկվատ մոտեցում, պետք է հստակորեն նաև տեղեկացված լինի ոստիկանությունը։ 2020-ից մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը ներառյալ մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ 41 անձ ենթարկվել է բռնության, որից շտապօգնության 11 բժիշկ և 6 վարորդ։ Իսկ ինչպիսի պաշտպանիչ մեխանիզմներ են հարկավոր կանչերին մեկնած անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։ Պետք է ասել, որ իսկապես բժիշկները անպաշտպան են մեր հասարակության մեջ, որովհետև նրանք գնում են այցելության բավական վտանգավոր միջավայրեր, շատ հաճախ կարող են լինել տարբեր տիպի չարաշահումներով այդտեղ գտնվող մարդիկ, սկսած ալկոհոլի չարաշահումը, թմրանյութի չարաշահումը, եւ նաեւ մենք պետք է դիտարկենք, որ մեր հասարակության շրջանում հոգեկան առողջության վիճակը վատթարացել է։ Դա բժշկին թողնում է բավական անպաշտպան վիճակում եւ այդ պարագայում բժիշկներին անհրաժեշտ է պաշտպանական մեխանիզմներ եւ դա պետք է մշակվի քաղաքականություն մշակող մարմինների կողմից։ Խնդիրները շրջանցելու իր տարբերակն ունի Երևանի քաղաքապետարանի շտապ բուժօգնություն ՓԲ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Դավոց վրա պլանշետներով է, չէ, աշխատում, այլևս թուղթ գրիչ չկա։ Ասենք պլանշետի վրա ինչ որ մի հատ ասենք բան լինի, ասենք հարմարանք լինի, հա, սխմելու դեպքում ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ազդանշան հաղորդի, որ այս բրիգադը վտանգի մեջ է։ Ընդհանրապես այդքան, ինձ շատ հեշտ է։ Ես կարծում եմ շատ հեշտ ու բան է, ու ասենք դեպքի վայր կժամանեն ոստիկանության համապատասխան աշխատակիցներ, ու ասենք շատ ավելի արագ կլինի, ավելի անվտանգ կլինի։ Շտապ բուժօգնություն ՓԲ-ի տնօրենը քրեական օրենսգրքում փոփոխությունների կարիք եւս տեսնում է։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեն ու ել ավելի խստացնեն պատիժը, այսինքն իր մասնագիտական գործունեություն ծավալող բժշկի բուժանձնակազմի նկատմամբ բռնության դեպքերը շատ ավելի խիստ պատժի ենթարկվի։ Ընդհանրորեն դե բնականաբար ես խիստ դատապարտում եմ, անկախ ամեն ինչից, ասենք, չգիտեմ, լինում է դեպքեր, իհարկե, ասենք, ուշանում են կամ ինչ որ այդտեղ դժգոհություն ունենում, բայց դա աբսուրդ է իմ համար, էլի, ասենք, ոնց կարելի է բժշկին, ասենք, փորձել խփել, հարվածել, չգիտեմ, իմ համար իրականում անկեղծ եմ ասում, էլի, սա, ասենք, ես որպես ինքս բժիշկ ես սովորել եմ, տեսել եմ, մեր կողմից էլ լինում բաց թողումներ, իրականում անկեղծ։ Իհարկե, բժիշկներն են սխալվում, լինում է դեպքեր, բայց ասենք, բանը չպետք է հասնի դրան, էլի, դա անընդունելի է։ Շտապօգնություն։ Գրիգորյանը տեղեկացնում է, շատ հաճախ կանչը գրանցելու պահին հասկանում են, որ իրավիճակը վտանգավոր է, արագ ահազանգում են ներքին գործերի նախարարություն։ Դեպքեր ալնում, որ ոնց գնում են հենց տեղում առաջանում կոնֆլիկտը։ Նորից եմ գրում ուշացման անգամ ասենք այս դեղորայքի այս մեկը ներարկման ոչ թե այս մեկը, չգիտեմ, ինչ որ տարբեր մարդիկ են, պատկերացնում եք, ասենք հիմա օրինակ տարվա այս եղանակին 800 կանչ են կանում, այսինքն 800 տարբեր հասցեներում են լինում, տարբեր մարդ, տարբեր կենսակերպի, տարբեր հասկացողության, հա, տարբեր գիտելիքների, տարբեր իրավագիտակցության։ Ամեն դեպքում պետք է նենց լինի, որ ասենք մեր հասարակության մեջ շամոթխալի է, էլի արդեն դա այդ իրավագիտակցությունը պետք է աստիճանի հասնի։ Հետո ասենք վերջը մեզ էլ որ հասնում է բոլոր բողոքները, նոր քիչ առաջ նշեցի, էլի ու փաթորվանից այդ ասենք բողոք կար բժշկի վերաբերմունքից, մինչև վերջ հետևողական գնում ենք, չենք խուսափում, չենք թաքցնում, ասենք մեր սխալները, այդ սխալները ընդունելով ենք իրականում լավը դառնում, էլի, այդ է միակ ճանապարհը, ես այդ եմ տեսնում, որ
Իր պաշտոնավարման 2 տարվա ընթացքում Երևան քաղաքի շտաբ բուժօգնությունում Գրիգորյանը մտաբերում է հնչեղություն ստացած 4 դեպք, որոնցով քրեական գործեր են հարուցվել, կան ձերբակալվածներ։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ 2020-25 թվականների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 15 քրեական գործ, դատապարտվել 12 անձ։ Դեպքերը պետք է վերլուծել ահազանգից սկսած մինչև գործողություն, ինչպիսի նախանշանների պարագայում պետք է անմիջականորեն համամասնակից դարձնել ոստիկանությանը, որպեսզի բժիշկը ևս պաշտպանված լինի եւ մենք չունենանք կյանքի եւ առողջության իրավունքի խախտում։ Ամեն անգամ բռնության դեպքերի արձանագրումից հետո առողջապահության նախարարությունը դատապարտող տեքստեր է տարածում։ Հիշեցնենք, նախարար Ավանեսյանը վերջին աշտարակի բրիգադի վարորդի դանակահարության դեպքով պայմանավորված տեղեկացրել է, որ գնում են խնդիրների լուծման իրավակարգավորման ճանապարհով։ Քննարկվում է բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցը։ Նախաձեռնվում է նաև շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը։ Խնդիրներն իհարկե բարձրաձայնվում են, բայց ցավոք հարցը շարունակում է մնալ օդում կախված։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։